հասեք, թալանել են, գողացել են, ամբողջ բյուջեն իրենցով են արել, իրենց ազգականների մեջ են կիսել, իրենց ազգականներին նշանակում են համայնքապետեր եւ ղեկավարներ, որպիսի բոլոր շինությունները անցնի նրանց թրիտակով եւ ուրեմն գումարները մնա իրենց։ Ծանոթ տեքստ է, չէ՞, եւ խոսի։ Այո, ԿՊ-ն այսպես է գրեթե միշտ ելույթ ունեցել եւ ելույթ ունենում, թե բա մենք շինում ենք եւ շինում։ Մոտ 2 շաբաթ առաջ ես ներքին Գետաշենի Հայաստանի Հանրապետության ամենամեծ համայնքից տեսանյութ հրապարակել այն առիթով, որ իմ ետևում գտնվող դպրոցը, որը վաղուց պետք է արդեն կառուցված լիներ, երկարատև ժամանակ է, որ շինարարական աշխատանքներ տեղի չեն ունենում։ Եվ օդում կախված լուրերի համաձայն, ինչպես ահազանգել էին մի քանի ուրեմն գյուղացիներ, համայնքում ապրողներ, ասում են, որ ուրեմն գաղտնի վաճառվում է ուրեմն շինարարական ուրեմն նյութեր։ Բացի այդ, ուրեմն նաև ըստ օդում կախված լուրերի մոտ 250 միլիոն դրամի ուրեմն կատարողական է ստորագրվել եւ արդյունքը մենք տեսնում ենք, թե ինչ սարսափելի վիճակ է բոլոր կողմերից եւ շենքը պատրաստ չէ եւ չգիտեմ թե այդքան միլիոնավոր գումարները երբ որ ստորագրվել է ինչ է արվել։ Իհարկե, եթե սա ապացուցվի եւ ուրեմն իրավական արդեն գործընթաց գնա, դեռ շատ այլ բաներ ուրեմն կպարզվեն։ Ինչպես որ տեսնում եք սիրելի հայրենակիցներ, ԿՊ-ն միշտ դուրս է գալիս սուտասան եւ ԿՊ-ն միշտ դուրս է գալիս ուրեմն մեծ պրովոկացիա անող։ Մինչ ամենաշատ բյուջեն իրենք են թալանել, չէ՞ որ ամենաշատ պարգևավճարները ստացել են իրենք, չէ՞ որ ուրեմն իրենց ժամանակ արտաքին պարտքը կրկնապատկվել է եւ չէ որ հենց իրենց ժամանակ է որ եւ հարկերը եւ պետվճարները բավականին թանկացել են։ Այնպես որ սիրելիներս զինվենք համբերությամբ եւ սպասենք նոր փոփոխությունների։